Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Հայոց ազգագրության թանգարանից բերված հայկական տարազի և ձեռագործ տիկնիկների 60 ցուցանմուշ է ներկայացված Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացված ժամանակավոր ցուցադրությանը։ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Հայաստանի և հայաբնակ տարբեր վայրերում ապրած կանանց և տղամարդկանց հագուկապն է ցուցադրվում։ Հայկական ազգային տարազը մեր ժողովրդի բազմադարյա պատմության, մշակույթի և գեղագիտական մտքի յուրօրինակ հայելին է։ Այն սոսկ հագուստ չէ, այլ մի ամբողջ խորհրդանշական համակարգ, որի մեջ ամփոփված է հայի ինքնությունը, կենսակերպն ու աշխարհընկալումը։ Ըստ աշխարհագրության և սոցիալական կարգավիճակի ազգային տարազները տարբեր էին։ Առօրյա հագուստը հարմարեցվում էր տվյալ տարածքի բնակլիմայական, էթնիկական, աշխատանքային և ռազմական պայմաններին։ Ուրֆայի տղամարդու տարազի համալիրը, վերևից մուգ գույնի բաճկոնակը, տաբատելի մուգ գույնի ծնկից ներքև նեղացող, իսկ վերևի մասում ավելի լայն ծալքերով և լայն մետաքսե գոտին, որ տղամարդիկ կապել են մի քանի պտույտով, այն ծառայել է նաև և որպես դրամանպանակ և որպես զենք կրելու միջոց։ Կոնկրետ այս պարեգոտը ենթադրում ենք, որ երևի կրել են ավելի ունևոր խավի ներկայացուցիչները, քանի որ թևքերին կա ծարծաղ մետաղադրամներ և թևքերը, ինչպես տեսնում եք, սրածայր են, արցախյան տարազների համալիրին է պատկանում։ Հագուստի որոշ տարրեր կիրառականից բացի ունեցել են նաև ծիսական և պահպանական գործառույթ։ Վերնահագուստը, գոգնոցն ու գոտին շատ հաճախ զարդարվել են խորհրդանշական նախշերով։ Հագուստի այս մասը կոչվում է նաև սալթաներ, կտորը կարմիր մահուդ է և վրան ոսկե թել ասեղնագործություն։ Ընդհանրապես ոսկե թել ասեղնագործությունը շատ բնորոշ է մեծ հայքին։ Տեսնում ենք նշաձև կոկոններով նախշերը, որոնք ավելի շատ խորհրդանշում են կնոջ բերիությունը։ Բացի զարդանախշերից, ինչպես տեսնում ենք, մենք կոկնոցների վրա կան նաև մակագրություններ, այսինքն ի վայելում են կրողի և լինում է, որ նաև տարեթիվ է գրված լինում վրան։ Ազգային տարազի ցուցադրությունը հետաքրքրել է հատկապես պատանիներին և երիտասարդներին։ Դիտում են ու ընտրում, թե որ տարազը կամ դրա որ տարրը կցանկանային կրել։ Այցելեցինք Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարան, ծանոթացանք հին հայկական տարազներին, որոնք շատ գեղեցիկ էին և ես ուրախ եմ, որ դրանք մինչև հիմա պահպանվել են։ Իհարկե բոլոր տարազները գեղեցիկ էին, բայց այս մեկը ինձ ավելի շատ ոգեշնչեց, ես իրան շատ մեծ սիրով կկրեի, չգիտեմ, շատ սիրուն է։ Ցուցադրությունը բացվել է թանգարանների միջազգային օրը և կշարունակվի մինչև հունիսի 2-ը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։